Ծիրան, սալոր, սմարոդինա, ինչ որ հայաթում ունեմ։ Իմ բակի ապրանքներն է։ Դե անցած տարի ավելի լավ էր։ Դե հենց այդ կարկուտի վնասվածքներն է, էլի որը սենց է վիճակը։ Մի քիչ վատ է ավելի անցած տարվա համեմատ։ Էլեկտրիշկով են գալիս, կամ բարեկամի մեքենայով են գալ, հիմնական էլեկտրիշկով են գալիս։ Հələ որ չեմ ուղարկել, այսքան ժամանակ չգիտեմ, այդքան շատ բերք չունեմ, հասցնում եմ ստեղի շուկայի։ Տենց շատ մեծ այգիներ չունեմ, որ ուղարկեմ դուրս։ Լսի, բոլորն էլ դժգոհում են, գոհել են, չես կարող ասես բոլորը դժգոհում են, թե գոհեն։ Ինչ առումով ես ասում, որ բերքը չեն ուղարկում դուրս։ Հա, դե մարդկա որ շատ ունի, դժգոհում է, որ չի ուղարկում դուրս։ Հիմա տենց շատ չի, որ դժգոհ եմ, հազիվ հասցնում եմ, կարող է 2 օր 1 գամ շուկա, կարող է ամեն օր գամ։ Բերքը շատ է այս տարի, բայց վաճառելը մի քիչ դժվար է։ Դե երևի դուրս հանելն է դժվար։ Դեպի Ռուսաստան կդրվավ, առաջներ ավելի լավ էր, բայց հիմա այդքան չէ։ Ժողովրդի երևի գումարից, հա, բայց ոչինչ, հարկասու։ Դե, չէ, գնայինը նույնն է գնայինը, հա, ուղղակի երևի մի քիչ ժողովրդի ձեռքը փող չկա։ Ազդեց, բայց դե ինչ կարանք անենք։ Դա են, որ 400-500 տոննայով լոլիկ ունեն, դոնրանք մտածեն, ես ինչ մտածեմ։ Արդաշատի տրանսպորտը շատ վատ է։ Ես ավտոբուսով եմ բերում։ Դե ինչ որ չափով մի քիչ ազդում է, մի քիչ չի ազդում։ Մեկ է, ամեն ինչն էլ ազդում է, էլի։ Պետք է հիմա գնանք, հարմարվենք, ապրենք։ Պայենք մեր Հայաստանը։ Խնդիրներ լինում են, պետք է կամաց, վերացնենք կամաց, հարմարվենք, որ կարողանանք ապրենք մեր երեխեքի համար։ Խնդիրները շատ կան։